Ատովյան իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը մատուցում է նաև ծառայություններ անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված հարցերում և մեզ դիմում են անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել անշարժ գույք, բնակարաններ, բնակելի տներ, արտադրական տարածքներ, առևտրային տարածքներ, հողատարածքներ, որպեսզի մենք իրենց տրամադրենք և խորհրդատվություն, և համապատասխան իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ մատուցենք, դա կարող է լինել, ասենք օրինակ, նորակառույց, օրինակ շենքում բնակարանի ձեռքբերում, կարող է լինել երկրորդային շուկայում բնակարանի կամ այլ անշարժ գույքի ձեռքբերում, և այստեղ մենք ուրեմն լսելով և հասկանալով քաղաքացու իրավիճակը տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն, բայց իհարկե դրանով չենք սահմանափակվում, որովհետև անհրաժեշտություն է առաջանում երբեմն որոշակի ճշտումներ կատարել այդ անշարժ գույքի հետ կապված, օրինակ, արդյոք այդ գույքը ծանրաբեռնված չէ որևէ սահմանափակումներով, երբեմն կարիք է լինում ուսումնասիրել, ենթադրենք այդ հողատարածքի կամ այդ բնակարանի հետ կապված նախորդող պատմությունը, և մենք համապատասխան արդեն արխիվային փաստաթղթեր ենք ձեռք բերում, ուսումնասիրում ենք, եթե լինում է անհրաժեշտություն, ապա խորհրդակցում ենք մեր գործընկեր չափագրողների հետ և իրականացնում ենք անհրաժեշտության դեպքում փաստաթղթերի ուսումնասիրություն դիտարկում, ենթադրենք, անձը, որը ցանկանում է նորակառույց շենքում ձեռք բերել բնակարան, նա ցանկանում է կառուցապատողի հետ կնքել պայմանագիր համապատասխան, դիմում է մեզ, մենք ուրեմն դիտարկում ենք այդ պայմանագիրը, մեր կարծիքն ենք արտահայտում, զգուշացնում ենք տվյալ անձին հնարավոր ռիսկերի վերաբերյալ կամ ենթադրենք անձը արդեն իսկ ձեռք բերված անշարժ գույքի հետ կապված որոշակի խնդիրներ է ունենում կառուցապատողի հետ, այդ տունը իրեն վաճառող անձի հետ, նախկին սեփականատիրոջ հետ, կարող է որոշակի խնդիրներ ծագեն, ենթադրենք կողքի հարևանի հետ կապված հողատարածքի պատկանելիության կամ մի մասի պատկանելիության հետ կապված կարող է հարևանների միջև որոշակի վեճեր առաջանան կամ ենթադրենք ընդհանուր հող է երկու սեփականատերերի միջև և իրենց միջև վեճ է ծագում այդ հողի այս կամ մասի պատկանելիության վերաբերյալ, այդ հողը բաժանելու, կիսելու վերաբերյալ, այս բոլոր դեպքերով Ատովյան իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը մատուցում է ծառայություններ։ Անշարժ գույքի ձեռքբերման փուլեր, իրավական due diligence և իրավունքի սեփականության շղթայի ստուգում, ծանրաբեռնվածության և սահմանափակումների ստուգում, պայմանագրերի մշակում և բանակցություններ, սեփականության իրավունքի պետական գրանցում։ Գույքի տեսակներն են բնակելի անշարժ գույք, բնակարաններ, տներ, հողամասեր, առևտրային անշարժ գույք, գրասենյակներ, խանութներ։ Երբեմն անձանց մոտ առաջանում են խնդիրներ սեփականության իրավունքի իրենց ապահովման, սեփականության իրավունքի պաշտպանության հետ կապված և այդ վեճերը կարող են ունենալ տարբեր դրդապատճառներ, տարբեր ծագումնաբանություն, դա կարող է լինել, ենթադրենք, վեճ հարևանների միջև անշարժ գույքի պատկանելիության կամ օրինակ տվյալ անշարժ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի ճանաչման հետ կապված, դրանք կարող են լինել, ասենք օրինակ տեղական ինքնակառավարման մարմինների հետ վեճեր կապված, ենթադրենք, տվյալ շինության ինքնակամ կամ ապօրինի լինելու կամ չլինելու հետ կապված կամ ենթադրենք, եթե տեղական մարմինները համարում են, որ դա ասենք ինքնակամ կառույց է և պահանջում են, որպեսզի այն ապամոնտաժվի կամ ենթադրենք, կատարում են որոշակի գործողություններ, այսինքն քանդում են օրինակ տվյալ շինությունը և այն անձը համաձայն չէ օրինակ քաղաքապետարանի նման որոշման, նման գործողությունների հետ, ապա նման դեպքերում նույնպես մենք իրացնում ենք իրավունքների շահերի պաշտպանություն, ինչպես նաև կարող է առաջանալ, ենթադրենք, հիպոթեկով ձեռք բերված անշարժ գույքի և հիպոթեկ տրամադրած բանկի հետ որոշակի ուրեմն վեճեր կամ ենթադրենք հիպոթեկով ձեռք բերված համատեղ գույքի առանձնացման, բաժանման հետ կապված
վեճեր, այս բոլոր տեսակի գործողություններով զբաղվում է Ատոմյան իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը և մենք ունենք բավականին փորձառություն մեր վստահողների շահերը արդյունավետ պաշտպանելու տեսակետից։ Ատոմյան ընկերության ծառայությունները սեփականության վեճերի լուծման ոլորտում դրանք են դատական պաշտպանության տեսակները, այսինքն սեփականության իրավունքի ճանաչման հարցեր, գույքի հետ պահանջման հայցեր, խախտումների վերացման պահանջներ և վեճերի տեսակներն են հարևանային վեճեր և սահմանագծում, ապօրինի շինությունների վիճարկում, հիպոթեկային վեճեր և արգելանքների հանում։ Մարդկանց կյանքում կարևոր դեր ու նշանակություն ունեն նաև ժառանգության հետ կապված փոխհարաբերությունները և ըստ էության գրեթե բոլոր մարդիկ իրենց կյանքի տարբեր փուլերում առնչվում են ժառանգության ինստիտուտի հետ, մեզ էլ են հաճախ դիմում, Ատոմյան իրավաբանական և խորհրդատվական ընկերությունն են հաճախ դիմում նման հարցերով և այստեղ դա կարող է լինել օրինակ, տարրական կոնսուլտացիա, թե ենթադրենք, որ տարբերակն է ավելի հարմար, ավելի ձեռնտու, օրինակ նվիրատվություն ձևակերպել, մերձավոր ազգականի նկատմամբ, թե կտակ կազմել և սկսած այս հասարակ հարցերից իրավական առումով նկատի ունեմ հասարակ, երբ որ մենք հասկանալով մարդու խնդիրը, պահանջմունքները, ցանկությունները իրեն ուղղորդում ենք, թե արդյոք ավելի ճիշտ է ենթադրենք գույքը նվիրել, թե կտակել, դրանից սկսած նաև տարատեսակ ծառայություններ ենք մատուցում, ենթադրենք, խորհրդատվություն ենք տրամադրում կտակի ինստիտուտի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում մարդուն ուղղորդում ենք, աջակցում ենք, որ ինքը ճիշտ ձևով իր կտակը ձևակերպի, բացատրում ենք դրա իրավական հետևանքները կտակի, այսինքն այն ինչ որ ըստ էության օրենսդրությունը նախատեսում է և կապում է կտակի ինստիտուտի հետ կապված։ Բնականաբար նաև անձանց ցանկության դեպքում ուղեկցում ենք իրենց նոտարական գրասենյակներում, որպեսզի իրենք կարողանան նոտարական կարգով հաստատել, վավերացնել իրենց կտակը, ինչպես նաև ժառանգության ընդունման հետ կապված թե կտակով, թե ըստ օրենքի ժառանգության դեպքում աջակցություն ենք ցուցաբերում, սերտորեն համագործակցում ենք նոտարական գրասենյակների հետ, որպեսզի աջակցենք, օգնենք մեր վստահողներին իրենց ժառանգության հետ կապված հարցերը կարգավորելու համար և երբեմն առաջանում են օրինակ ժառանգության ձևակերպման ժամանակ այլ բնույթի խնդիրներ են ի հայտ գալիս, օրինակ, որ ազգականների ազգանուններում կա որոշակի տարընթերցում, օրինակ, միտեղ մեկ կերպ է գրած ազգանունը կամ անունը, հայրանունը եւ այլն մեկտեղ այլ կերպ է գրած եւ արդեն խնդիր է առաջանում նույնացնելու, որ ենթադրենք խոսքը գրում է միևնույն անձանց միջև կամ որոշակի փաստաթղթեր է պետք լինում հավաքել, որը ենթադրենք նոտարն է պահանջում, որպեսզի կարողանա ժառանգությունը ձևակերպել եւ մենք աջակցում ենք նաեւ մարդկանց, մեր վստահողներին տարբեր պետական մարմինների հետ կապված կամ ոչ պետական մարմինների հետ կապված նոտարի պահանջած փաստաթղթերը հավաքելու, ամփոփելու, կազմելու եւ ճիշտ ձևով նոտարին գործարքը ձևակերպելու համար ներկայացնելու առումով։ Եթե ժառանգության իրականացման հետ կապված ծագում են որոշակի իրավական վեճեր, նոտարի հետ կապված օրինակ, փորձում ենք աջակցենք այդ վեճերի լուծմանը, եթե ենթադրենք, նոտարը գտնում է, որ նոտարական կարգով ինքը չի կարող այդ ժառանգությունը ձևակերպել, ապա բնականաբար դատական պաշտպանություն ենք արդեն այստեղ իրականացնում մարդու ժառանգական իրավունքի եւ մենք իհարկե համագործակցում ենք Հայաստանում բնակվող անձանց հետ, ինչպես նաեւ արտասահմանյան երկրներում, օտար երկրներում բնակվող անձանց հետ, որոնք ունեն որոշակի խնդիրներ ժառանգության հետ կապված Հայաստանում եւ կապվում են մեզ հետ այդ անձինք եւ Ատոմյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը բնականաբար նաեւ աջակցում է այն վստահողներին, որոնք կյանքի բերումով գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Ատոմյան ընկերության ծառայություն
գործողությունները ժառանգության իրավունքի ոլորտում, կտակների կազմում, իրավաչափ կտակի մշակում, ժառանգների և բաժինների որոշում, նոտարական վավերացում, ժառանգության ընդունում, փաստաթղթերի հավաքում և ներկայացում, ժառանգության վկայականի ստացում, գույքի գրանցում և բաժանում, ժառանգական վեճեր, կտակի անվավերության վիճարկում, պարտադիր բաժնի պահանջներ, գույքի բաժանման վեճեր։ Ատովյան իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը ունի մեծ փորձ անշարժ գույքի սեփականության իրավունքի պաշտպանության հետ կապված, դա կարող է լինել արտադատական եղանակով, օրինակ, ենթադրենք անհրաժեշտության դեպքում կառուցապատողի հետ կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ բանակցությունների վարում, որի ընթացքում կարգավորվում է այս կամ այն վիճահարույց հարցը, դա կարող է լինել ուրեմն զուտ ճիշտ խորհրդատվության տրամադրում քաղաքացիներին, որը իրենց զերծ կպահի որոշ հնարավոր ռիսկերից, դա կարող է լինել, ենթադրենք, այդ թվում նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ և ըստ անհրաժեշտության նեղ մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում, ենթադրենք, այդ անշարժ գույքի հետ կապված որոշակի խնդրահարույց իրավիճակների պարզում, հստակեցում, որպեսզի մեր վստահորդը, ասենք, ճիշտ կատարի իր քայլը, իր գործարքը, դա կարող է լինել, ենթադրենք, դատական պաշտպանություն և այդ դատական պաշտպանությունը ինքը կարող է ուղղված լինել տարբեր սուբյեկտների հետ կապված մեր վստահորդների սեփականության իրավունքների պաշտպանությանը, օրինակ, դա կարող է լինել, ինչպես մենք հիմա ունենք ընթացիկ գործ վարչական դատարանում, երբ որ մենք ենթադրենք, վիճարկում ենք Երևանի քաղաքապետարանի գործողությունների օրինականությունը, որը անձին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը ապամոնտաժել է, քանդել է, վնասելով նաև տվյալ ավտոտնակում գտնվող քաղաքացու գույքը, և մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան, իրենք չէին ընդունել իրենց մեղքը, հենց հիմա մենք նման գործ ունենք վարչական դատարանում ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ունենք գործեր, որոնք կապված են կառուցապատողների հետ կապված, երբ որ մեր կարծիքով կառուցապատողը խախտել է մեր վստահորդի հետ կնքված պայմանագրի դրույթները, և կարող են տարատեսակ իրավիճակներ լինել, երբ որ անձի անշարժ գույքի հետ կապված սեփականության իրավունքի պաշտպանության առումով մենք դիմում ենք դատական ատյաններ, դա կարող է լինել, ենթադրենք, հարևանների միջև ընդհանուր համատեղ հողի բաժանման խնդիրները, որոնք նաև պահանջում են, ենթադրենք, ոչ միայն իրավական մոտեցումներ, այլ նաև նեղ մասնագիտական մոտեցում, համապատասխան ուրեմն գեոդեզիստի, չափագրողի ներգրավում և այլը, և դա իհարկե մենք նույնպես ապահովում ենք մեր գործընկեր համապատասխան մասնագետների հետ համագործակցելով, կարող է լինել ինքնակամ կառույցի հաշվառման, օրինականացման հետ կապված խնդիր, որը նույնպես մենք ուրեմն բոլոր մեր ջանքերը գործադրենք մեր վստահորդի շահերը պաշտպանելու համար, և դա վերաբերում է և կազմակերպություններին, դա կարող է լինել և ֆիզիկական անձանց պարագայում, ինչպես Հայաստանում գտնվող, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված, և բոլոր այդ գործողությունների ժամանակ մենք իհարկե փորձում ենք կիրառել ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական, նորարարական մոտեցումները, Ատովյան իրավաբանական և խորհրդատվական ընկերության մասնագետներն էլ պարբերաբար հետևում են զարգացումներին այս ոլորտում, անցնում են համապատասխան նաև վերապատրաստումներ, մասնագիտական քննարկումների են մասնակցում, որպեսզի մենք նույնպես կատալոգացնենք մեր գիտելիքները, հմտությունները, կարողությունները և էլ ավելի օգտակար լինել և էլ ավելի ներկայացնենք մեր վստահորդների շահերը անշարժ գույքի հետ կապված սեփականության, տարատեսակ իրավունքների դրսևորումների պաշտպանության հետ կապված։